Զենֆիրա Հովսեփյան, Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ։ Սրբազան հորը 98 թվականից եմ ճանաչում, իհարկե մեր նվիրյալ սրբազաններից է, 85 տարեկանում առողջական խնդիրների պատճառով իդեր ննջեց, կրկին անգամ ցավ եմ ապրում, որ կորցնում եմ հարազատ հոգևորական ծնողի, ինչու՞ չէ, որովհետև բացի խրատից, սրբազանից ոչ մի բառ չենք լսել, գոնե այս 30 տարիներ շուտով կլինի, ինչ ճանաչում եմ, որ ես որպես քրիստոնյա, որպես եկեղեցու հավատացյալ, թեպետ չեմ համարում ինձ այն իրական հավատացյալները, որոնք խոնարհությամբ են փայլում, ես այդ խոնարհությունը չունեմ, բայց ամբողջ սրտով եմ նվիրված իմ եկեղեցուն եւ իմ հոգևոր հայրերին։ Այ որպես հավատացյալ այս վերջին իրադարձությունները, զարգացումները, որոնք լինում են, նաև Մայրաթորի բակում դուք եղել եք այդտեղ։ Պարտադիր, հունիսի 27-ից անտանելի, անբացատրելի ցավ եմ ապրում։ Ոչ մի խոսքով չեմ կարող, եւ որպես հոգևոր, եւ որպես մարդ, եւ որպես հայ, այսինքն երբ փոքրուց մեզ սովորացնում ենք մեծերի հանդեպ հարգանք, իսկ այս վերջի ԿՊԱ-ական իշխանավորները բացարձակ ամեն սրբություն ոտնահարել են։ Եկեղեցու հանդեպ հարձակումը հավասար է յուրաքանչյուր հային ինքնությունը, արժանապատվությունը, պատիվը իջիկ դարձնել։ Տեսեք, մենք փոքրուց մեծացել ենք գոնե արժեքները, որոնք մեզ համար շատ կարևոր են, դա մեր հավատքն է, մեր ընտանիքն ու հայրենիքն է։ Իսկ այսօր իրենք այդ բոլորը ոտնահարեցին։ Բոլորը ոչինչ չեն թողել։ Ես մենակ աղոթում եմ, որ շուտ ավարտվի այդ մղզավանջը, շուտ գա լուսաբացը, շուտ գա այս փոթորիկը, այս ավերիչ փոթորիկը, հոգեկործան, ազգակործան փոթորիկը շուտ ավարտվի։ Դուք այդ օրը եկեղեցում եք, երբ հավաքվել են։ Այո։ Ամսի 18-ին դեկտեմբերի, երբ դռանը հարվածեցին, իհարկե ես ներսում էի, մենք ներսում պատարագին էինք մասնակցում, դռները բաց էր։ Ես մի պահ վատ զգացի, որովհետև մինչ այդ դրսում շատ էմոցիոնալ առումով շատ վատ էի, մի փոքր խաղաղվեցի, աղոթք արեցի, երբ արդեն վեհափառը ներսում էր, ու մեկ էլ զգացի, որ ալեկոծում ա գնում, եկեղեցու տղամարդիկ բոլորը ներսում հայտնվեցին դռան առջև, վազեցի, ինձ ասեցին, մեր եղբայրներից ասեց կարող է քեզ հարված հասնի, Էսկոմարի, մի քիչ ընկում գնա, ու լսեցի, որ դուռը փակեցին ու քացով դռների խփոցը, հայհոյանքը, ովքեր էին չգիտեմ, բայց դա աններելի է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասում է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ ոչինչ չունի, բայց իրենց այդ արարքով ապացուցեցի, վեհափառ հայրապետն է իրանց վնաս տալիս, բայց իրենց այդ քայլով ապացուցեցին, որ ոչ թե վեհափառ հայրապետի անձն է իրանց վնասում, այլ հենց ինքը Հայ առաքելական եկեղեցին, որովհետև Մայրաթորի դռանը պատմությունը քրքրես սենց խոշորացույցով մանգաս, անգամ ամենաահարկու, չգիտեմ, արօրնախումբ հրոսակները, որ հարձակվել են մեր երկրի վրա, երբևէ որևիցե մեկը Մայրաթորի դռանը նման կերպ չի մոտեցել։ Եվ ամփոփելով մեր զրույցը, ձեր աջակցությունը վեհապառին եւ Մինչև վերջ եմ վեհապառ հայրապետի կողքին, եթե ոչ ոք չլի, ես վաղուց եմ ասել, ես Հայ առաքելական եկեղեցու զավակ եմ, մկրտվել եմ եւ դրոշմվելու եմ Միրոնով, իսկ այդ Միրոնը օծել է վեհապառ հայրապետը։ Ես իմ որդիական պարտքն եմ համարում իմ ծնողի կողքին, իմ հայոց հայրապետի կողքին լինելը, այլ կերպ չի կարող լինել, որտեվ հայոց հայրապետը այսօր ապացուցեց, որ արժանի է կրելու, նստելու այն գահին, որը մեզ ժառանգել են մեր հայրապետները, մարդիկ, ովքեր որ 2025 տարի
հետևորդ են եղել հայ առաքելահիմք Մայրաթոր Սուրբ Էջմիածին, այսինքն հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, առաքյալների հիմնված Քրիստոսի թելադրած քրիստոնեությունը ընդունած մեր ժողովրդին ճիշտ է մենք շատ ենք պառակտվելու պատմության մեջ ցավոք մեր ցավալի պատմությունները շատ են, բայց ես հավատում եմ, որ Աստծով ու Քրիստոսի օրհնությամբ ու ողորմությամբ այդ փորձությունն էլ պատվով կանցնենք, այս փորձությունը պիտի անցնենք։ Եվ վերջում ինչ զգացիք, երբ տեսաք ոստիկանների ուղեկցությամբ Միքայել Սրբազանը եկավ եկեղեցի։ Նախ ասեմ վերջի անգամ Սրբազանին հունիսի 27-ին էի տեսել, ես ինքս բազմազավակ մայր եմ, այդքան ակտիվ չեմ կարող դատական նիստերին ներկա լինել, տանը փոքր բալիկ ունեմ, մի քիչ էլ առողջականս այն չի, որ կարողանամ անընդհատ շատ ակտիվ լինեմ, կարոտ, շատ էի կարոտել, շատ։ Միքայել Սրբազան, երբ անձամբ ես ճանաչում ու օրինակ ունես, կարոտը ուրիշ է, չեմ կարող ասել ինչքան ուզում եմ, որ մի օր նորից սենց շարքը գնա ու Բագրատ Սրբազանը լինի, իր այդ քաղցր ժպիտով, մեր բոլոր սրբազանները, այն օրհնությունը, որ գալիս, այդ լռությունը Մայրաթորի, չեք պատկերացնում, նույնպես Սուրբ Գայանե եկեղեցում, գիտեք ինչ մեծություններ են քայլել, մենք ինչեր են արել այդ մարդիկ, իրանց անձնուրաց կյանքն են զոհասեղանին հայրենիքի դրել, որ մենք այսօրը վայելենք, այդ մեր ազգին հարիր չի, մեզ հարիր չի, մեզ պատիվ չի բերում, հարգանք չի բերում, հավատացեք, սենց ես նորից եմ հավատում ու փափագում եմ, որ սենց Մայրաթորի զանգերը ու եկեղեցու զանգերը ղողանջելու են մեր ժողովուրդը ու այո անառակ որդու նման գալու են ասում են մեղա երկնքի եւ քո առջեւ հայրների մեզ, այդ ամենակարևորն է, հատկապես հիմա որ պահքի շրջան է, ուզում եմ որ մեր ազգը բդարձի գա, որովհետեւ տեսեք այս փոքր տուն որ ժառանգություն ենք ստանում, եթե շենացնում են, ասում են պապական տունը շեն մնաց, ոչ մեկ չի կարողանում, չէ, տանը կպնի, բայց երբ տեսնում ես բխեղճացած, հին, ծերացած, այդ տունն էլ է շունչը, նույնը մեր հայրենիքն է, այսի մեր տունն է, մենք ենք, ուր ուզում եք գնացեք, որտեղ ուզում եք եղեք, ինչի տեր ուզում եք եղեք, եթե չունես պապական տուն, դու անտեր ես, եթե դու չունես հայրենիք, դու ոչ մեկ ես, առ ոչինչ ես, ինչքան էլ օտարը գա շենացնի, դի էլ քոնը, քեզ ոչ մեկ չի թողնի, որ դու գաս ու քեզ քո տան մեջ զգաս, իսկ այդ ամենակարևոր բանն է, երկնավոր կյանքում, երկրավոր կյանքում, դու երկրավոր կյանքից երկնավոր այս հողի վրայով ես գնալու, ու այս հողի մի մասն ես դառնալու, շատ կարևոր է,